Ինչպես է պատահում, որ մի ամբողջ աշխարհակալ կայսրություն, որի առաջ դողում էր կես աշխարհը, ծնկի է գալիս հայոց լեռներում, իսկ նրա գոռոզ լեգիոնները խայտառակված անցնում են հայկական նիզակներից կազմված լծի տակով։ Սա հոլիվուդյան ֆիլմի սցենար չէ, սա մեր պատմության ամենաէպիկական էջերից մեկն է, որի կենտրոնում մի օտարերկրյա արքայազն էր, ով դարձավ Հայաստանի մեծագույն փրկիչներից մեկը։ Առաջին դարի կեսերին մեծ հայքը հայտնվել էր իսկական անդունդի եզրին։ Արտաշեսյանների փառահեղ դինաստիայի անկումից հետո երկիրը վերածվել էր քաոսի։ Հռոմեական կայսրությունը Հայաստանում իր դրացոներին էր նշանակում, քաղաքները թալանվում էին, իսկ ժողովուրդը կորցրել էր հույսը։ Բայց աշխարհաքաղաքական այս բարդ խաղում ամեն ինչ փոխվեց, երբ հարևան Պարթևստանի հզոր արքա Վաղարշ առաջինը որոշեց վերջ դնել Հռոմի կամայականություններին։ Նա հայոց գահին բազմեցրեց իր կրտսեր եղբորը, տաղանդավոր զորավար եւ արքայազն Տրդատին։ Հռոմը չէր կարող տանել նման հարված։ Ներոն կայսեր հրամանով հռոմեական լավագույն լեգիոնները գոռոզ զորավար Պետոսի գլխավորությամբ շարժվեցին դեպի Հայաստան։ Սկսվեց մի արյունահեղ պատերազմ, որը տևեց շուրջ 10 տարի։ Վճռորոշ ճակատամարտը տեղի ունեցավ մեր թվարկության 62 թվականին Հրանդեա կոչվող վայրում։ Տրդատը միավորելով հայկական եւ պարթևական ուժերը կիրառեց հանճարեղ ռազմավարություն։ Նա ծուղակի մեջ գցեց հռոմեացիներին, շրջափակեց ու ջախջախեց նրանց։ Աշխարհի հզորագույն բանակը ստիպված եղավ անձնատուր լինել։ Սա Հռոմի պատմության ամենամեծ խայտառակությունն էր։ Նրանց հպարտ զինվորները ծնկաչոք անցան հայերի կառուցած լծի տակով։ Այս հաղթանակից հետո Ներոն կայսրը ստիպված էր ճանաչել Տրդատի իշխանությունը, բայց մի պայմանով՝ Տրդատը պետք է անձամբ գար Հռոմ եւ թագը ստանար իր ձեռքից։ Այստեղ է որ սկսվում է մի անհավանական ճանապարհորդություն։ Տրդատը լինելով արևի երկրպագու եւ հավատարիմ իր կրոնական օրենքներին հրաժարվեց նավարկել ծովով, որպեսզի չփախցի ջրի տարերքը։ Նա 3000 հոգանոց շքեղ բազմությամբ, ձիերով ու ասպետներով ցամաքով կտրեց անցավ ողջ Եվրոպան։ Դա նման էր հաղթական քայլերթի, որովհետև ճանապարհին բոլոր քաղաքները հիացմունքով էին դիմավորում հայոց արքային։ Երբ նա հասավ Հռոմ, նրա պատվին աննախադեպ շքեղության տոնախմբություններ կազմակերպեց եւ հազարավոր հռոմեացիների աչքի առաջ թագադրեց Տրդատին։ Տրդատը առաջինը հայրենիք վերադարձավ հսկայական ոսկով ու ռազմագերիներով, որոնց միջոցով վերաշինեց ավերված մայրաքաղաք Արտաշատը։ Իսկ որպես իր հզորության եւ արևի աստծո հանդեպ երախտագիտության նշան, նա կառուցեց Գառնիի հեթանոսական հրաշակերտ տաճարը, որը մինչ օրս կանգուն է։ Պարթև արքայազնը դարձավ իրական հայ, ով փրկեց մեր պետականությունը եւ հիմք դրեց Արշակունիների փառահեղ դինաստիային։ Եթե քեզ դուր եկավ հայոց պատմության այս էպիկական ու հաղթական էջը, եւ ցանկանում ես բաց թողնել մեր մյուս հզոր արքաների մասին պատմող հետաքրքիր տեսանյութերը, հենց հիմա բաժանորդագրվի ալիքին, սեղմիր լայք եւ միացրու զանգակի նշանը։ Գրիր մեկնաբանություններում, թե պատմական որ կերպարի մասին ես ուզում լսել հաջորդիվ։ Շնորհակալություն դիտման համար, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։